քանի որ եթերում եմ ուրիշ բառեր չեմ օգտագործի, խայտարակություն ա դա։ Ինքը իր վարկանիշը կարծում եմ 0-ից մի փոքր բարձր իօքու, այսինքն ի շնորհիվ նախկինների է։ Համոզված եմ, որ հաջորդ ընտրություններում, եթե ոչ վաղաժամկետ, ապա գոնե հերթականում նա ձայն չի ստանա։ Դա մեր խայտարակությունն է, մեր ամոթը։ Բոլորիս ստիպում է ուրիշ ազգերի առաջ գլխի կոր քայլել։ Չգիտեմ, խոսքեր չունեմ ասելու։ Ցեղասպանությունը եղել է, դա արդեն փաստ է։ Իսկ ինչը վերաբերվում է, որ արդեն մեր երկրի ղեկավարը խոսում է մեր թշնամու լեզվով, դա բիսպրիդել, դրան ներում չկա։ Ամբողջ աշխարհն է դա ընդունել, որ կա ցեղասպանություն, ինչի մասին է խոսքը։ Մենք ինքս իմ մասին եմ խոսում, 25 տարի ավել ապրում եմ Ռուսաստանում, Ռուսաստանի քաղաքացի եմ, բայց մնում եմ հայ, միշտ, ու ամեն ապրիլի 24-ին մենք գնում ենք եկեղեցի, որովհետև հիշում ենք ու ոնց են ասում, այո, պահանջում ենք, հիշում ենք ու պահանջում ենք։ Ինչպես կարող եմ գնահատել, եթե ոչ բացասական ու կասկածի տակ դնելով, իհարկե չեմ կարող որևէ դրական ինչ-որ բան ասել։ Ինձ թվում է ուղղակի մենք ենք մեղավոր, որ լռում ենք, այդքանով չգիտեմ, մեր բոլորիս անգործության հետևանքն է այդ ամեն ինչը, ոչ թե նա է մեղավոր, այլ մենք ենք մեղավոր։ Ցեղասպանության հարցը կասկածի տակ անհնար է դնել, կան անժխտելի փաստեր, ֆիքսված օտարերկրացիների կողմից, եւ ի վերջո Ծիծեռնակաբերդը դրա օրինակն է եւ վկան։ Ինձ թվում է դեռ ժամանակը կգա այդ բոլոր հարցերի պատասխանը կտրվի։ Ցեղասպանությունը կարծում եմ կասկածի տակ երբևէ որևէ մեկը չի կարող դնել, որովհետև դա բազմաթիվ գիտականորեն ապացուցված է եւ ոչ միայն հայկական արխիվների միջոցով, նաեւ միջազգային տարբեր եւ հայոց ցեղասպանությունը ընդունել են հենց այդ գիտական հենքի վրա բազմաթիվ երկրներ եւ խորհրդարաններ եւ նախագահներ, այնպես որ կարծում եմ այս հարցի շուրջ նույնիսկ խոսել իմաստ չունի։ Դե որ մենք սկսես մտածենք Եսիմ երևի կդիմակայի էլ 90-ական թվերը, որ մենք անցանք, որ հիմա հիշում ենք շակ հաղվում ենք։ Բայց չենք ուզի տարիները հետ գա էլի, գոնե։ Ճիշտ է, Ռուսաստանի հետ է շատ լավ կլինի էլի, բայց դե ասենք բաներ կա, որ մտածում ենք մի քիչ ասենք մարդիկ պետք է մտածեն, ում իրանց տված է այդ հարցը լուծելու։ Մենք մեր կարծիքը որ ասենք, մենք ուզում ենք, որ միայն լավ լինի։ Հիմա կարող է Ռուսաստանի հետ ավելի լավ լինի կամ Եվրոպայի հետ ավելի լավ լինի, մենք այդ հարցին չեն կարող պատասխանենք։ Ռուսաստանի հետ միշտ լավ է եղել հայերի հարաբերությունը, դժվար որ վատանա, ես չեմ կարծում, որ առանց Ռուսաստանի լավ լինի։ 15 տարի Ռուսաստանում ենք ապրում, շատ լավ է մեր համար, բայց այսինքն չէ որ ասում ենք, վայ Հայաստան չէ Ռուսաստան։ Միշտ էլ 15 տարի միշտ ուզում ենք որ Հայաստանում ապրենք, որ լավ լինի։ Ինձ թվում է մենք առհասարակ սպասելու նույնիսկ 1 օր ժամանակ չունենք ու այդ 10 տարի սպասելը եւ այլը մեզ մենակ վատնա տանելու։ Ես չեմ էլ մտածում, չեմ էլ այսպես ասած խորանում այն հարցի մեջ, որ մենք 10 տարի սպասենք, չգիտեմ, այն բանի համար, որի նպատակն ու հեռանկարը նույնիսկ չունենք։ Մենք ժամանակ չունենք առհասարակ ոչ մի բանի սպասելու ու ինչ վերաբերում է գազի, թանկացման եւ այլին, Հայաստանի Հանրապետությունը իհարկե խավը մի փոքր շերտավորումը այլ ձևով է դասավորված։ Մենք ունենք հարուստներ եւ վատ ապրող, միջին խավը մեր մոտ շատ քիչ տոկոս է կազմում ու կարծում եմ այդ նաև հաշվի առնելով մենք այդ թանկացմանը նույնիսկ 1 օր 2 օր սպասել չենք կարող։ Ես համաձայն չեմ ընդհանրապես Եվրոպային։ Մենք հայամետ ենք, մենք հայ ենք ու մեր այն հայությունը թասիբը պետքա պահենք միշտ։ Ինչ Եվրոպայի մասին է խոսքը։ Մեր ամենալավ բարեկամը Ռուսաստանն է։ Դաժե ոչ էլ Ամերիկան, պրինցիպի։ Որովհետև 4 ժամ հետո դու Հայաստան ես ելնում։ Ոչ, ես ընդհանրապես համաձայն չեմ։ Ինձ թվում է պետք է ընտրել այնպիսի ճանապարհ, որ նույնիսկ եթե եվրոինտեգրման տարբերակը եթե ընտրում է Հայաստանը,
ոչ մի կերպ չվնասի Ռուսաստանի հետ իր հարաբերությունները։ Կարծում եմ Հայաստանի նման փոքր երկրի համար շատ կարևոր է ունենալ այդ բազմաճյուղ արտաքին քաղաքականություն վարել եւ այս դեպքում Եվրամիությունը այդ ճյուղերից մեկն է եւ կարելի է իհարկե զարգացնել, ինչպես եւ սկսել էինք զարգացնել եւ երբ որ կհասնի զարգացման մի աստիճանի, որ մենք կհասկանանք, որ մենք միայն այդ ուղղությունն ենք ցանկանում եւ Հայաստանը կարող է իրեն թույլ տալ այդ ուղղությունը, ելնելով նաեւ ազգային անվտանգության այդ հարցերից դեպքում կարելի է գուցե քննարկել, բայց կարծում եմ այս փուլում դեռ շատ վաղ է, առավելևս եւ Եվրոպան ինքը ճգնաժամի մեջ է եւ ինքն է որոնում անվտանգության իր հնարավոր, այսինքն այսօրվա եւ վաղվա անվտանգության հարցերը ինչպես պետք է լուծի, այս պահին ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է ուղղակի շարունակի ընտրել այնպիսի գործընկերների, ովքեր կկարողանան ապահովել իր մեր ազգային անվտանգությունը, այսինքն պետք է առաջնորդվել այս պահին միայն իմ կարծիքով այդ սկզբունքով։ Ինձ թվում է լիարժեք հասնելու նրան, որ Հայաստանը կարողանա իր անվտանգությունը ապահովել, դեռ երկար ճանապարհ ունի անցնելու։ Իհարկե այդ ընթացքում կարելի է գտնել բարեկամներ, որոնք կանգնած կլինեն Հայաստանի կողքին, այդ բարդ եւ անցումային ճանապարհին։ Ես Հայաստանի անվտանգության մակարդակից այնքանով գոհ եմ, որ մենք չգիտենք մեր զինված ուժերը, զինվորները ինչ պայմաններում են ապրում, ինչ պայմաններում են իրենց ծառայությունը իրականացնում, իրանք են մեր անվտանգությանը ապահովողը հիմնականում, ու մենք իրենց չենք ապահովում այդ անվտանգությամբ, դրա համար ես չեմ կարող ասել, որ Հայաստանը անվտանգ երկիր է համարվում։ Անվտանգությունը այդքան էլ լավը չի։ Համենայն դեպս այնտեղ չեմ ապրում, բայց հետևում եմ, ուշով էլ գնում գալիս եմ, մի քիչ կուզեի ավելի ուրիշ ձևը լներ։ Ինձ դուր չի գալի էտի, շատ են Եվրոպա են դեպի գնում ու այդ մեզ չի սազում, էտի մերը չի։ Ինձ թվում է ոչ մի խելացի մարդ չի կարող գող լինել։ Եթե կա երկրում պաշտպանական միջոցներ մասսայական չեն անում, եթե չեն պատրաստում գազապաստարաններ, եթե չեն պատրաստում մարդկանց պատրաստություն, որ մարդը կարողանա գոնե ինչ որ սիտուացիայում իրեն պաշտպանել, ինչ ոնց կարելի է այդ համակարգից գող լինել։ Ամեն առավոտ հելնում եմ YouTube-ը միացնում եմ, նայում եմ, ասում եմ այդ մի բան հանգած եղած չլինի։ Ես իմ չի գոհացնում անվտանգությունը։ Գոհացնում, իրոք չէ։ Այնտեղ երեխեք ունենք, ամուսնացած թորնիկներ ունենք, միշտ մտածում ենք, որ հանկարծ մի բան չլինի իրանց հետ, էլի։ Դե միայն երեխեքը չէ, էլի, որ ամբողջ մեր Հայաստանի համար։ Անվտանգության առումով գոհ լինել կամ չլինելը պայմանավորված է այն հանգամանքով, թե մենք այս պահին ինչ ազգային մարտահրավերներ ունենք եւ արդյոք կարողանում ենք դրանց դիմակայել։ Եթե կարողանում ենք դիմակայել, ուրեմն բավարար է, գոհ չես կարող լինել, բավարար է, բայց չեմ կարծում, որ մենք այդ հարցում այսօր ունենք բավարար ապահովություն։ Պետք է գան նորը, պետք է ծնվեն թազա Կարեն Դեմիրճյաններ, Վազգեն Սարգսյաններ, այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի։ Вот когда наш педагог заходил в класс, мы все вот от баниц мы сгастанелись скляли. Пашинянина на пятка сгастанак, стыдно. Ой, я стесняюсь, что он наш руководитель. Просто стесняюсь. Дипломат должен быть наш руководитель. Наш руководитель должен владеть всем. Это сумасшедший он, шизофреник. Сидит там, это Нестеров Вурнаюме, я даже и не смотрю. Я его голос только слышу, у меня уже дрожь хватает. Зазвумем, Юран Зайнит, это мутационные периоды Чанс, или это Мартин, это Мартин. Ժողովրդավարական, բարեկամասիրական եւ իր հարևաններ հետ բարեդրացիական։ Ինձ մա պետք է լինի առաջին հերթին դիվանագետ, հասարակ մարդու
նկարագիրը կրող իր մեջ, այսինքն ոչ թե լինի միայն իշխանական, իշխանություններից, ընդդիմադիրներից եւ այլը, այլ այն մարդը, որ որևիցե ներդրում ունեցել է թե բանակի հարցում, թե, չգիտեմ, տնտեսության մեջ, այսինքն որևիցե այն մարդը, որ սրտացավ կլինի Հայաստանի նկատմամբ, Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ու նաեւ ինչու՞ չէ, ես նայում եմ, որ կարող է Հայաստանի Հանրապետության քաղաքացի չլինի, իհարկե օրենքին եմ հակասում, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ դրսում ապրող մարդիկ ավելի սրտացավ են, ավելի շատ են մտածում մեր մասին, քան մենք ինքներս այստեղ գտնվելով։ Սրտացավանքով։ Այո, սրտացավանքով։ Հայաստանի համար ուժ է, խելացի ուժ է։ Ես ոնց կուզենայի, որ Հայաստանը շատ սիրի, սիրտը իսկականից ցավ է, այն ամեն մի բանի համար իր սիրտը ցավ է, այդ այնց կուզենայի էլի, որտեղ մեր Հայաստանը շատ լավն է։ Պետք է պինդ պահել։ Լինի ազնիվ ժողովրդի հետ, անկեղծ, պաշտպանի ազգի շահերը, հայի արժանապատվությունը, պետական սահմանները, բանավիճի, բանակցի, ոչ թե մեկ ասի, փշտ ինքը թողնի ու փախնի պոչը կմծրած ոտքերի արանքը։ Հայաստանում միշտ այսօր եւ վաղը պատկերացրել եմ եւ պատկերացնում եմ ազգային գաղափարներով առաջնորդվող իշխանություն, որը հիմնված կլինի մեր ազգային ինքնությունը հաստատելու եւ զարգացնելու, ազգային անվտանգությունը ապահովելու եւ համայն հայությանը միավորելու մեր հայրենիքում։ Այն նման իշխանություն եմ ցանկանում տեսնել։